Առաջինը սկսենք նրանից, թե ինչ նպատակ էր պնդում Հայաստանի վարչապետը Մոսկվա գնալուց, որովհետև ինքը խնդրեց հանդիպում, չէ՞։ Այո, իր նախաձեռնությամբ էր, ինքը գնաց եւ համոզված եմ, որ նպատակը հետեւյալն էր, եւս մեկ անգամ պրոտոկոլային, այսպես ասենք, կենացային ինչ որ մի հանդիպում ունենալ, ցույց տալու համար, թե ինքը այն մարդն է, որին բոլորը ընդունում են, Ռուսաստանն է ընդունում, Եվրոպան է ընդունում, Միացյալ Նահանգներն են ընդունում, ինքը ասենց աշխարհակահաղական կենտրոնի հետ բարեհամբույր վերաբերմունքի մեջ է գտնվում։ Դա էր ուզում ցույց տալ։ Բայց այս անգամ այն ինչ որ ես տեսա, ուղղակի Ռուսաստանի համբերությունը կարելի ասել անվերջ չի եւ ըստ էության եղավ այն ինչ եղավ եւ ոչ իմիջիալուց այդքան խիստ ինքը հանդիպումը, ինչքան լուսաբանությունը այդ հանդիպման միջև այցը եւ այցից հետո։ Սա ուղղակի ազդակ էր, որ հերիք է կրուցիտներով աշխարհակահաղական ինչ որ ֆինդեր անել։ Ուղղակի սա էր, որ հերիք է մենք շատ լավ ենք հասկանում դու ինչ ես անում եւ այլևս սա ոչինչ չի անցնել։ Սա էր հիմնական մեսիջը, այն ինչ որ ես տեսա։ Իսկ կարա մեր հասարակության մեջ ընկալվի կամ ես նկատել եմ, որ իշխանությունները ոչ ուղիղ, բայց փորձում են նաև ժողովրդի մեջ տպավորություն թողել իրենց այսպես սատելիտ ուժերով կամ ճակերտավոր քաղաքագետներով եւ այլն, որ այդ տեսեք ինչ ուժեղ տղա է Պուտինի հետ ոնց է խոսում։ Ոնց էր խոսում։ Դե ասաց, որ բանը Հայաստանում ինտերնետը ազատ է։ Հա, հետո քաղբանտարկյալներ չկան։ Ժողովրդավարություն կա։ Ժողովրդավարություն կա։ Այո։ Ինչ ազատ խոսալու բան չկա, իր ներվային տիկերը ուղղակի ակնհայտ էին։ Ինչ էր։ Այդ հանդիպումը ուղղակի հետևալի մասին էր։ Ռուսաստանը որպես գերպետություն ուղղակի ասել է, որ խնդիրներ մենք ունենք լրջագույն եւ այդ խնդիրները եթե շարունակվեն, ապա հետևանքները լինելու։ Բա որ Հայաստանի պես փոքր երկրի ղեկավարը Ռուսաստանի պես մեծ երկրի ղեկավարին ասում է, այ Ղարաբաղի հարցում դուք սխալ արեցիք, դրա համար հետո մենք մենակ դրանից հետո ճանաչեցինք, երկու անգամ դուք ասել եք, դրանից հետո մենք ճանաչեցինք։ Այսինքն ճշմարտությունը ոնց որ Պուտինի առաջ դնող, էլի, փորձեմ սատանայի փաստաբանություն անել, բայց այս նարատիվներն է որ տարածում են։ Հիմա սա ինքնիշխանության դրսևորում է, թե չէ։ Այսպես ասենք, sense բանի հսկա պետության մոտ ակլորանալը ուղղակի հարվածելու է քո սեփական երկրին եւ քո ժողովրդին։ Հա, գինով է վճարում։ Նիկոլ Փաշինյանը 18 մինչև 20 թվականները ակլորացել է եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում եւ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Հիմա դաշ չեղավ, որ քաղաքականության մեջ ակլորանալը լավ բան չի։ Հատկապես եթե այդ ուժը ակլորանալու չունես։